Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Մուշ հայոց տարոնի սիրտը, Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ ոքի դրված է, Իսրայելի հանրային հեռարձակող մասնադիրությունը պետք է պաշտոնապես ներողություն խնդրե հայ համայնքին, անվանի բժիշկներ մորցված հիշադակ, հայերու բռնի իսլամացումը, Շուշիի Պերտը Արցախի անարիք պաշտպանական գառույցը, Մոսկվայի Գարմիր հրաբարագին մեջ ադրբեջանական զորքերու երթի ընթացքին Ստեփանագերդի մեջ կանտվեցավ Մարշալ Բաղրամյանի հուշարձանը Սերգեյ Շաֆերդյան, Նոյ հայկական վարժարանին մեջ տեղի ունեցած է Հովանես Թումանյանի նվիրված միջոցառում, աջակցինք Արևմտյան Հայաստանի Պետական հեռուստաընկերության։ Մուշը կգտնվի Արևմտյան Հայաստան, քաղաքին անվան ծագման վերաբերյալ գոյություն ունին քանի վարգածներ, ըստ հայերեն մեկ տարբերակի անիկա գուքա մշուշ փարեն, վգայագոչելով դարածքի մշտական առավոտյան մարախուղը։ 20-րդ դարու սկիզբը Մուշի շրջանի ավելի քան 140,000 հայեր ենթարկվեցան զանգվածային գոտորածներու, նախ կործանեցան շրջագա հայկական գյուղերը, ապա ասպանտը հասավ Մուշ քաղաք, հայերուն դեղահանության նախորդած է անոնց զինաբարդության անունով զինաթափումը։ 1916 փետրվարին Մուշը գար ժամանակով անցավ ռուսական բանակի վերահսկողության տակ, սակայն 1917-ին վերակրավեցավ թրքական ուժերուն կողմէ։ 1960-ական թվականներուն թրքական իշխանությունները քանդեցին Մուշի հին հայկական վանքերեն մեկը Արաքելոց վանքը։ Այսօր Մուշի շրջանի բազմաթիվ գյուղեր կգրեն թրքական անուններ, սակայն անոնց հայկական արմատները կպահպանվին քարտեզներու եւ հիշողության մեջ։ Մուշը կշարունակե մնալ դարածքը, ուր ամեն քարի եւ բլուրի մեջ կխոսի հայկական ինքնությունը, հավատքը ու թիմադրությունը։ Այդ տարածքի պատմական ճշմարտությունները մեր մշակութային եւ ազգային հիշողության անբաժանելի մաս կկազմեն։ Արմենիա Սպուտնիկը կգրե, իսրայելցի հաղորդավարը վիրավորած է հայերը։ Երուսաղեմի փրկեցեք հայկական թաղամասը շարժման նախաձեռնող խումբը պաշտոնական էջի միջոցով հայտնած է, որ դիմաց է Իսրայելի հանրային հեռարձակող մասնադիրության, պահանջելով հրաբարակավ հերքել կատարված հայտարարությունը եւ պաշտոնական ներողություն խնդրել Երուսաղեմի հայ համայնքին։ Չեմ գնար հավատալ, որ մենք Երուսաղեմի ամբողջ թաղամասը դվինք այս տղաներուն, ուղիղ եթերով հայտարարած է քան 11 հեռուստաընկերության հաղորդավարը Եվրադեսիլի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Բարքի ելույթեն ետք։ Շարժման նախաձեռնող խումբը հայտարարության մեջ խստիվ դադարեցած է այս անհանգստացնող, անհիմն, ռասիստական եւ վիրավորական դիտողությունը նշելով. «Գուզենք հստակացնել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ ոքի դրված է։ Անիկա կառուցված, պահպանված եւ մշակված է դարերու ընթացքին հայ ժողովրդի կողմէ, որ շարունակական ներկայություն ունեցած է Սուրբ Երկրին մեջ, մասնավորապես Երուսաղեմի մեջ ավելի քան 1600 տարի։ Այս ներկայությունը ունի համաշխարհային ճանաչում»։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կհիշեցնե, թե Բաղեստինը ազատագրված է Օսմանյան լծեն 1918-ի սեպտեմբեր 19-ին Արևելքի լեգիոնի կողմէ, որու գազմը հիմնականին մեջ կփաղկանար Արևմտյան Հայաստանի հայերը։ Այս փաստը հնարավոր դարձուց դաշնակիցներու քերակույն խորհրդին 1920-ի ապրիլ 24-ին Սան Ռեմոյի ժողովին ընդունելու նախագիծը Բաղեստինի մեջ հրյաներու ազգային օջախ ստեղծելու։ Ի դարբերություն Արևմտյան Հայաստանի հայկական իշխանություններուն, Իսրայելի իշխանությունները մինչև օրս չեն ջանցած հայերու դեմ իրականացված ցեղասպանությունը եւ ոչ ալ պատրաստակամություն ցույց կտան ուղարկել իրենց զորքերը Արևմտյան Հայաստանը ազատագրելու։ Ընդհակառակը, ինչպես տեսանք նաեւ Արցախի բարակային, այսօր գարհամարհեն այն ժողովուրդը, որ երբեք չէ դադրած պայքարել իրենց կողքին։ Այս պատմական ճշմարտություն է, մեզ արդարացումներ պետք չեն։ Դոկտոր Դիկրան Թորամյան եւ տեղակորձ Արտեմ Թորամյան տասնյակ տարիներ ծառայած են ժողովրդին օրդու քաղաքին մեջ անվճար բուժելով, տեղամիջոցներ պատրաստելով եւ մշտապես աջակցելով համայնքին։ Անոնց արժանի վաստակին հակառակ տեղական իշխանությունները մինչեւ այսօր կմերժեն փողոցը անվանագոչել անոնց անունով, պատճառաբանելով բյուրոկրատական արգելքներ։ Եղբայրները ցակումով հայ էին եւ անոնց ընտանիքը գրած է ցեղասպանության բոլոր հետևանքները։ Անոնց հիշադակը եւ համայնքի երախտագիտությունը չեն բավարարած հաղթահարելու շարունակվող խտրական վերաբերմունքը։ Օրթուի հին թաղամասին մեջ ուր կգտնվի անոնց ընտանեկան անունը, մինչև օրս անոնց անունը չէ նշված փողոցի ցուցանակին։ Մինչ այդ նույն քաղաքին մեջ բազմաթիվ այլ քաղաքացիներ թրքական ցակումով արժանացած են նման բադվի։ Թորամյան եղբայրներուն մարդասիրական գործը կվկայե, թե իսկական հիշադակը ասկությամբ չէ, այլ գործով կչափվի։
19-րդ դարու վերջավորության Արևմտյան Հայաստանի հայերը ենթարկված են բռնություններու, ներառյալ գյուղերու վրա հարձակումներ, աղջիկներու արևանքում, բռնի գռունապողություն եւ հարգատրյալ ամուսնություններ։ Այս բոլորը արձանագրված են թե հայկական, թե արևմտյան աղբյուրներու մեջ։ 1894-96 թվականներու գոտորածներու ընթացքին քրիստոնյաներու մահմեդական դարձնելը մասսայական բնույթ ստացած էր ուղեկցված սպանություններով եւ եկեղեցիներու մզկիթի վերացմամբ։ Թեև Օսմանյան կառավարությունը պաշտոնապես կհերքեր իր ներգրավվածությունը, փաստաթուղթերը ցույց կտան, որ բռնի գռունապողությունները կկատարվեին դեղական իշխանություններու գիտությամբ կամ հանդուրժումով։ Հայերը հաճախ կգանքնեին ընտրության առջև, կամ մահ, կամ կրոնապողություն։ Ոմանք վախեն արդակնաբես կրոնապողված էին, սակայն գաղտնի բահած էին քրիստոնեական հավատքը։ Բրիտանացի հյուպատոս Ֆիցմորիս իր զեկույցի մեջ կփաստե, թե մահմեդականները, թե ոչ մահմեդականները վստահ էին, որ եթե կառավարությունը իսկապես ուզեր, ոչ կոտորածներ տեղի կունենային, ոչ ալ բռնի կրոնապողություններ։ Շուշիի 18-րդ դարու ամրոցը կառուցված է Վարանդայի Մելիքության շրջանի մեջ Մելիք Շահնազարյան դոհմի կողմէ։ Անիկա միջնադարյան ռազմական ճարտարապետության ուշագրավ օրինակ մնե։ Ամրոցի 2.5 կիլոմետր երկարության պարիսպները բարձր գարմիր ժայռերը իջնելով կմիանան տարբեր կողմերը, իսկ քաղաքը բնականաբես պաշտպանված է անանցանելի ժայռերով։ Բադերը 7-8 մետր բարձրությամբ գիսագլոր աշտարակներով ամրացված են։ Շուշին ուներ գաղտնի փախուստի ուղիմը, որ գանցներ քարանցավներեն ու գիչներ թեպի Գարգար գետի ծորը։ Հարավային քարանցավները ծառայած են իբրև թաքստոցներ ամրոցի պաշտպանության մեջ կենսական դեր խաղալով։ Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն ՀԳ-ի նախագահ Սերգեյ Շաֆերդյանի թիմադեդրի գրառումը։ Մինչ ադրբեջանական զորքերը երթալով գշարժեին Մոսկվայի Գարմիր հրապարակով եւ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին հետ միասին կհետևեր շքերթի ամբիոնեն, Ստեփանագերդի մեջ քանդեցին Մարշալ Բաղրամյանի հուշարձանը մինչև արմատը առանց հետ մցկելու։ Ավելի վաղ անոնք բղձած էին արձանը գոդրելով քիթը եւ ճնչելով հայերեն արձանագրությունները։ Մինչ Հայաստանի մեջ Ռուսաստանի տեսփանը զայրացած ու գադաղած կհիշադակե Բաղրամյանի անունը արդար զայրույթով, իսկ Մարիա Զախարովնան կփորձի արդարացնել Ալիևի բացակայությունը հաղթանակի շքերթեն, ադրբեջանական վարչակազմը կքանդե խորհրդային ժամանակաշրջանի հայ ականավոր զինվորական ղեկավարներեն մեկուն հուշարձանը։ Մենք կսպասենք Ռուսաստանի տեսփանի Ադրբեջանի մեջ հնչելիք կոշտ բաց նամակին։ Մերձ Մոսկվայի Պալաշիխա քաղաքի նոյ հայկական գիրակնորյա դպրոցին մեջ կայացած է Թումանյանի բալադը դարեգան տոնը նվիրված գրող եւ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին։ Դպրոցի բադանիները գարտացել են բանաստեղծություններ եւ խաղացել են թատերականացված կարճ ներկայացումներ իրենց սիրելի գործերեն։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարի մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիդողներուն գշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք թափանցիկ եւ հասանելի ģերբով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։